Բարև ձեզ, այսօրվա հունիսի 12-ի իմ ամբյոն հաղորդաշարի հերթական հաղորդումը ես վերնագրել եմ Երևանի կառավարիչների ապաշնորհությունը և անհեռանկարայնությունը։ Բայց նախքան թեմային հասնելը, ինչպես միշտ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ, իսկ նրանք, որոնք բաժանորդագրված են, նայում են իմ հաղորդումները, ապա դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասի Ավանեսյան YouTube ալիքը ավելի է տարածվում, այդպիսին է YouTube-ի ալգորիթմը։ Իսկ հիմա ասնեմ բույնյութին և այսպես Երևանի կառավարիչների ապաշնորհությունը և անհեռանկարայնությունը։ Արդեն որերորդ անգամ ես անդրադառնում եմ մի թեմայի, որը որ շատ մտահոգիչ է, և չգիտես, թե ինչու այս թեման, այս ամենևին չի մտահոգում Երևանի կառավարիչներին։ Խոսքը երկու բանի մասին է, հիմա առայժմ։ Մեկը, որ համարյա ամիս չկա, որ Երևանի այս կամ այն կամուրջներից, լինի դա Հաղթանակի կամուրջը, Կիևյան կամուրջը, թե Դավթաշենի կամուրջը, ինքնասպանության փորձեր չլինեն։ Եվ բազմիցս եմ ասել, որ դրա համար պետք է միջոցներ ձեռնարկել, պարզագույն, հասարակ, պարզ միջոցներ, պետք է բարձրացվեն այդ պատնեշները կամուրջի, կամ ապակիով, կամ ցանցով, որը որ չի խաթարի կամուրջի ճարտարապետական տեսքը, նաև անհնարին կդարձնի աֆեկտի տակ գտնվող քաղաքացու ցատկելը կամուրջից ներքև, այսինքն ինքնասպանության փորձը։ Եվ տեսեք, ասում են, թե իբր օրինակ Կիևյան կամուրջի բազիկների տակ ցանց կա, գրոտան, այդ ցանցը բանի պետք չի, եթե մարդը ընկավ, եթե թռավ, այդ ցանցն էլ է անցնում և կամ ասենք ընկավ ցանցի վրա, դրանից ինչ օգուտ։ Ոչ, պարզապես պետք է պատնեշները բարձրացվեն այնպես, որ այնտեղից ցատկելու, թռնելու հնարավորությունը բացառվի, կրկնում եմ, կամ ապակիով, կամ ապակեպատ պատնեշ պետք է կառուցվի, կամ ցանցապատ։ Ինչպես դա աշխարհի բոլոր այն քաղաքներում է, որտեղ կան նման կամուրջներ, բարձր կամուրջներ։ Կրկնեմ, տարիներ առաջ, երբ ես հանրային ռադիոյի գործադիր տնօրեն էի, այնտեղ կար հաղորդում երևանցիներ, որոնք պարբերաբար ուսումնասիրում էին Երևանի քաղաքապետարանի աշխատանքը։ Դեռ այն ժամանակ մի անգամ ես հանձնարարեցի երևանցիների խմբագրության խմբագրին, որպեսզի նա այդ հարցը բարձրացնի քաղաքապետարանում հերթական ասուլիսի ժամանակ։ Եվ գիտեք, եկավ ասեց, պարոն Հովհաննիսյան, գիտեք, ես այդ հարցը բարձրացրեցի և գիտեք ինչ պատասխան ստացա, ասեցին բյուջեով նախատեսված չի նման բազիկների, նման կառույցներ։ Ուրեմն բյուջեով նախատեսված է 1000 ու մի ամբաղ զամբաղ, կներեք այդ բառի համար, ծախսեր, նստարաններ կամ ինչեր դնելու, մայթեր ներկելու, չեմ ասում ասֆալտի վրա ասֆալտ անելու հարցեր, բայց մարդկային կյանքեր փրկելու համար քաղաքապետարանը բյուջե չի նախատեսում։ Դեռ այդ տարիներ առաջ էր, նույնն էլ հիմա է, հիմիկվա, առավել ևս հիմիկվա այդ կառավարիչները, որոնք որ իրենց գործունեությամբ ուղղակի, չգիտես, լաստ է խնդաս։ Ճիշտ է, ես սրանց գործունեությունը մի դեպքում քննադատել եմ, որը պայմանավորված էր ծառահատումների հետ, երբ ծառերը կտրում էին, և որպեսզի տեղադրեն դրանց փոխարեն նոր ծառեր։ Ես դա քննադատեցի, բայց հետո պարզվեց, որ ես այն դեպքերից որ ուրախ եմ, որ այդ քննադատությունս այնքան էլ տեղին չէր, որովհետև դրանց փոխարեն տնկված նոր ծառերը իրոք ավելի լավն են, ավելի գեղեցիկ ծառեր են։ Սա լավին պետք է ասես լավ, վատին վատ։ Բայց կրկնում եմ, խոսքս հիմա ոչ թե ծառահատումների և ծառատնկների մասին է, այլ մարդկանց կյանքեր փրկելու։
Դեպի ծառատունքներն էլ այդ մարդկանց կյանքեր բրկելուն ուղղված քարեր են, որտեղ կոչված են օդի մաքրման ամեն ծառը օդի մաքրման մի ֆիլտր է։ Օդի մաքրում, օդի վիճակ, որը որ Երևանում ուղղակի աղետալի է։ Կրկնում եմ, ես էլի եմ դրան անդրադարձել, որովհետև Երևանի փոշու պարունակությունը նորմայից մի քանի անգամ ավել պայմանավորված է Երևանի շրջակայքում բաց հանքերի, ավազանքերի շահագործմամբ, փոշին ամբողջ վերևից նստում է Երևանի վրա, մանավանդ էլի եմ ասում, երբ Երևանից գնում ես դեպի Սևան, այդ ճանապարհին Արզենին հասնելուց հետո սկսում են բլուրներ։ Այդ բլուրների կեսը ամենը արդեն կրծել են, չկան, եւ անդը շարունակ այդպես բլուրները ուտում, այդ ավազ են հանում, այս ավազ բլուրները դարձնում են ավազ եւ շինարարություն, իսկ այդ ամբողջ փոշին կանգնած է ճանապարհի վրա, որ քամին մեծ մասամբ հյուսիսից է գնում դեպի Երևան, այդ փոշին գնում է ամբողջ նստում Երևանի վրա։ Գումարած դրան էլ Երևանում իրականացվող ուղղակի բարբարոսական շինարարություն է։ Բարբարոսական բառից բուն իմաստով, որովհետև չեն պահպանվում այդ սանիտարական նորմերը, շինարարությունները մեկուսացված չեն, այնպես չեն արածված, մեկուսացված, որ փոշին չլինի, դրանց դրա համար կան միջոցներ, դրանք կան նորմեր, որոնք թղթի վրա կան, բայց իրականում չեն իրականացվում։ Ես դրան շինարարությանը նորից կանդրադառնամ, բայց կրկնում եմ, ժամանակն է, որ Երևանի կառավարիչները մտահոգություն ցուցաբերեն մարդկանց կյանքերի հանդեպ, մարդու ամեն մի կյանքը դա մի աշխարհ է։ Եվ ինչ է նշանակում միջոցներ չկա։ Չէ՞ որ իմ հոգեբան գործընկերներն էլ կարող են հաստատել, որ ինքնասպանության փորձը կատարվում է աֆեկտի ազդեցության տակ։ Անցնի մի քանի րոպե, այդ աֆեկտի անցնի, ատրճանակներ դեմ տաս գլխին, այդ մարդը չի գնա եւ չի թռնի կամրջից, բարձրությունից։ Այնպես որ կրկնում եմ, պետք է անհապաղ եւ շատ շտապ այնպիսի աշխատանքներ իրականացվեն, այնպիսի աշխատանքներ սկսվեն, որպեսզի բարձրացվեն այդ կամուրջների բազնիկները, կամուրջի պատնեշները։ Կրկնում եմ, եղածի վրա պետք է կամ ցանց ավելացվի կամ ապակի, որը որ չի խաթարի դրանց ճարտարապետական տեսքը։ Ընդհակառակ նույնիսկ ուրեր կարող են նույնիսկ ավելի գեղեցկացնել, ինչպես որ շատ քաղաքներում է։ Եվ դրանով կփրկվեն մարդկային կյանքեր։ Այս մարդկային կյանքերը գին չունեն ըստ երևույթին սրանց համար, որովհետև նաև օր չկա, համարյա թե շաբաթ չկա ավելի ճիշտ, երբ հաղորդում, երբ տեղեկություն չտարածվի այն մասին, որ այս կամ այն որում էլիտար շենքի կառուցման կառույցից ինչ որ բանվոր է ցածընկել մահացել։ Այդ էլիտար բառը շեշտեցի, որովհետև ամեն ինչն այս կառուցվող շենքերից ոչ մեկն էլ էլիտար չի, եթե մի նկատի չունենանք համեմատաբար սովետական ժամանակների այդ նախագծերի ներքին, գուցե ավելի հարմարավետ են, գուցե չէ, ավելի հարմարավետ են, բայց էլիտար համարվել այդ շենքերը չեն կարող, որովհետև այնպիսի խտությամբ են կառուցված, որ մեկը մեկի պատուհանի դեմ դիմաց է, մեկը մեկի տեսարանն է փակում, մեկը մեկի արևն է փակում, էլ դրա էլիտարությունը ո՞րն է։ Այդ էլ մոդայք է, նման է, որ ինչ սարքում են էլիտար է, կամ թե չգիտեմ, այս ինչ բանը նորաձև է, չգիտեմ ինչն է, կարդալն է նորաձև, չգիտեմ, ուսում ստանալն է նորաձև, նորաձև բառի համար կան ընդամենը ուրիշ հայերեն բառ, օգտակար։ Հասկացա՞ք, չէ՞։ Այսքան պես չի կարելի պրիմիտիվ լինել եւ պրիմիտիվացնել հասարակությանն էլ հետը։ Կարդալը ոչ թե նորաձև կարող է լինել, այլ կարդալը օգտակար է լինել։ Չկարդալը անօգուտ է։ Ճիշտ այնպես ինչ որ է, ինչ սարքում են ասում էլիտար, իրանում էլիտար պոնչիկ ասեն։
ցակաբլից։ Վերադառնալով նորից այդ շինարարություններում տեղի ունեցող դժբախտ պատահարներին, պետք է ասել, որ երբ ասում ես եւ տեսնում ես այդ շինարարության շենքերի կառուցումը, բացարձակապես պատնեշներ արգելել չկան ճաղեր, որ անհնարին դարձնեն բաղորի ընկնելը։ Եվ երևի թղթերով կա շինարարության բացի աշխեկից, ինժեներից, թղթով կա նաև անվտանգության ինժեներ, աշխատանքի անվտանգության ինժեներ, թղթով կա, բայց այդ արվում է, հետևում են անվտանգության, աշխատանքի անվտանգության պատասխանատուները արդյոք հետևում են, որպեսզի շինարարությունը, ընթացող շինարարությունը համընկնի համապատասխանի աշխատանքի անվտանգության պահանջներին, միանշանակ ոչ, այլապես դժբախտ պատահարներ չէին լինի։ Տարբեր քաղաքներում երկնաքերեր են կառուցում եւ այնպեսի աստիճանավանդակներ են, այնպեսի շենքի արտաքինից այնպես կառույցներ են երկաթյա տեղադրվում, որոնք որ եւ հեշտացնում են բաղորների աշխատանքը եւ միաժամանակ անհնար դարձնում բանվորի եւ շենքի ծայրի հետո կա նաեւ պատնեշ, հասկանում եք, եւ բանվորը չի կարող ցատկել կամ պատահաբար գլուխը պտտվի կամ քամուց է, ինչից է, մի խոսքով որ դժբախտ պատահար լինի, որ բանվորը ցած ընկնի շենքից։ Սա նույնպես, գիտեք, հոգատարության եւ շինարարական կուլտուրայի պակասի հետևանք է։ Ասում են, հայ ժողովուրդը դարավոր շինարարական դարավոր որ ունեցել է հետո ինչ որ հիմա չկա։ Հիմա ինչ կա։ Կա այն, որ չկա։ Սա է փաստը։ Եվ նաև ուզում եմ ասել, որ պետք է քաղաքաշինությամբ զբաղվող մարմինները եւ պատկան մարմինները, որոնք պետք է հետևեն քաղաքաշինության գործընթացին, շինարարության ընդհանրապես ընթացին, պետք է այս հարցի վրա լուրջ ուշադրություն դարձնել, որպեսզի բացառվեն դժբախտ դեպքերը շինարարություններում։ Դրանք էլիտար կկոչվեն, թե պարզապես շենքի շինարարություններ, որ Երևանում էլիտար շենքեր գրեթե չկան։ Կրկնում եմ, չկան էլիտար շենքեր, որովհետև դրանք կառուցվում են քաղաքաշինության բոլոր նորմերին հակառակ։ Եվ դա է պատճառը, որ Երևանը դարձել է բաց դասագիր, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքաշինությունը։ Եվ դրանք այդպիսի ինչպիսին չպետք է լինի քաղաքաշինությունը, հենց դրա հետևանք է նաև Երևանում ամեն մի սովորական անձրևից հետո այդ գետերի առաջացումը, ջրհեղեղները։ Եվ տարօրինակ է, բացարձակապես տարօրինակ, որ քաղաքապետը ինչ-որ ասուլիսներից մեկի ժամանակ ասում է, դե հիմա ջրհեղեղները շատանալու են, որտեղ կլիմայական պայմանների փոփոխության պատճառով հորդառատ անձրևները շատանալու են։ Գրողը տանի, հորդառատ անձրևները միշտ էլ եղել են Երևանում, պարբերաբար, եւ այդ հորդառատն էլ այդքան հորդառատը չի, սովորական անձրևն է։ Այդ ջրհեղեղների պատճառը, կրկնում եմ, քաղաքաշինության սխալն է, սխալ քաղաքաշինությունն է։ Կամ չեն գործում հեղեղատները, անձրևատարները խցանված են, կամ չկան, ինչպես կառուցելուց հետո չկան։ Դրա համար ինքս եմ ականատես եղել, որ 10 րոպեանոց անձրևից հետո օրինակ ասեն գայի պողոտայով գետ է հոսում եւ մարդիկ նույնիսկ հնարավոր չի անցնել մայթից մայթ։ Ոչ միայն մայթից մայթ հնարավոր չէ անցնել, այլև մայթով անցնել հնարավոր չէ, որովհետեւ ջուրը գնալու տեղ չունի, բացի հոսելով եւ բանուկ մասով եւ մայթերով, մարդկանց հետիոտնի համար նախատեսված մայթերով։ Բարիս բուն իմաստով։ Այնպես որ մեղադրել բնակլիմայական պայմանները բացատրելով առնվազն դիլետանտիզմ է։ Եվ գիտեք ինչ, այդ հեղեղատների, անձրևատարների պրոբլեմ առաջացավ այն ժամանակ, երբ Երևանում վերացվեց տրամվայը,
Երևանի տրամվայը վերացնելով եւ Գետառի հունը ըստ էության վեճ, չգիտեմ հիմա Գետառի հունը փոխել են թե գցել են գետնի տակ։ Գետառը բնական եղեղատ էր։ Եվ այն ժամանակ, երբ արդեն շինարարությունները սկսվել էր, որ Գետառը մտցնում են գետնի տակ, բնապահպանները ահազանգում են եւ հենց ահազանգերից գլխավոր ահազանգերից մեկն էլ այն էր, որ վտանգում է Երևանը, վտանգվում է Երևանում ջրհեղեղների հարցը։ Եվ այդպես էլ եղավ։ Ասում եմ, որ դեռ ինչ-որ կեսին ինչ երկարատև անձրևներ չեն, կարճատև մի 10 րոպեանից անձրև է գալիս եւ Երևանը, խնդրեմ, բոլոր որտեղ թեքություններ կան, չեմ ասում անցումներ, հեղեղում է։ Բաք քաղաքաշինության, սխալ քաղաքաշինության եւ ընդհանրապես վերադառնալով Գետառը գետի տակ անցկացնելուն եւ Երևանից տրամվայը վերացնելուն, ապա ասեմ, որ Երևանից տրամվայը վերացնելով Երևանը վերածեցին մեծ ցակուց սրիվ առանց բանի նախատեսված կառուցվող գյուղի, առանց տրամվայի քաղաքը քաղաք չի կարող լինել։ Եվ Քոչարյան Ռոբերտի ամենամեծ սխալներից, եթե չասեմ քանցագործություններից է, որ նրա օրոք վերացրեցին տրամվայը Երևանում։ Տրամվայը բացի տրանսպորտային միջոց լինելուց նաև ստրատեգիական միջոց է։ Հիմա փորձեք տրամվայ վերականգնել, հսկայական միջոցներ են պետք։ Ըստ որում իրենց այդ միջոցները պետք է ոչ միայն տրամվայի գծեր քաշելու համար, այլև ինֆրաստրուկտուրաներ ստեղծել, դեպոներ ստեղծել, որոնք որ քանդեցին, տեղը շենքեր են սարքում, միտեղ Զեյթունում տեղը սիթի սարքեցին, բացից այլ տեղ չկար։ Մի խոսքով Երևանի վերացումը Երևանում տրամվայի վերացումը հանցագործություն է։ Եվ նույնպես հանցագործություն է նաև այն, որ վերջերս ասուլիսներից մեկի ժամանակ Երևանի կառավարիչը, Երևանի կառավարիչը, նրանց չէր պատտվում քաղաքապետ ասեմ, ասում է, որ Երևանում չի քննարկվում տրամվայի վերականգնման հարցը։ Շատ էլ վատ է, որ չի վերականգնվում։ Պետք է նախագիծ մշակվի, պետք է ամեն ինչ արվի։ Մետրոն մի կողմ, մետրոն մետրո է, բայց պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Երևանում վերականգնվի տրամվայը։ Իսկ որ այս հարցը դեռևս չի քննարկվում, ուրեմն շատ վատ է։ Հուսամ, որ շուտով, երբ որ ոչինչ հավերժ չի, երբ կգան քաղաքային նոր իշխանությունները, ոչ թե կառավարիչներ, ապա Երևանում տրամվայի վերականգնման հարցը կլինի օրակարգային։ Դա շատ կարևոր հարց է։ Ճիշտ է, այն ճանապարհներով, որով եղել էր տրամվայը, այդպես դժվար թե հնարավոր լինի վերականգնել, բայց կարող է գծել այնպիսի նախագծեր, որ գոնե Երևանի ծայրամասերը, ասենք, միացվեն միմյանց տրամվայով, շրջանցելով կենտրոնը բնականաբար։ Այնուամենայնիվ դա էլ կնպաստի քաղաքի տրանսպորտային հոսքի բեռնաթափմանը։ Մի խոսքով, առանց տրամվայի Երևանը քաղաք չի։ Եվ ընդհանրապես որևէ քաղաք առանց տրամվայի ամբողջ Եվրոպայում շատ արագ տեմպերով զարգանում են տրամվայը, նույնիսկ այնտեղ, որտեղ որ մետրոն կա, մետրո, բայց ամեն ինչ արվում է տրամվայների ցանցը ընդլայնելու, ընդարձակելու ուղղությամբ, եւ դա շատ օգտակար է, եւ դա նաեւ ունի բնապահպանական նշանակություն։ Այսօրվա անդրադարձս վերաբերում էր դրան։ Մի կողմից մարդկային կյանքեր փրկելու, ինքնա ինքնասպանությունները կանխելու համար ձեռնարկվելիք շինարարական միջոցառումներ, մարդկանց կյանքեր փրկելու համար Երևանում իրականացվող շինարարությունների, շինհրապարակները, շենքերը ապահովելով անվտանգության բոլոր միջոցներով, լինեն դրանք ցանցեր, ցանկապատեր, պատնեշներ, ու նաև
Երևանի կորուսյալ տրամվայի վերականգնման մասին մտածելու հարցի շուրջ։ Ու նաև բնականաբար այն մասին, որ Երևանի վատ կառուցման պատճառով եւ Երևանի քաղաքային կոմունալ տնտեսության վատ սպասարկման պատճառով ամեն մի սովորական անձրև Երևանին նվիրում է ջրհեղեղ։ Մի խոսքով այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը, մեկ անգամ եւս դիմում են բոլոր նրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, կներեք, բայց մինչև հիմա դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ, իսկ նրանք, որոնք նայում են եւ բաժանորդագրված են, ապա շարունակեք դնել լայքեր, որովհետեւ ձեր լայքերով, այսինքն սեղմելով հավանում եմ այդ կոճակը, դուք նպաստում եք, որպեսզի Մամաս Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի լայն տարածում ստանա, որովհետև այդպիսին է YouTube ալիքի YouTube-ի ալգորիթմը։ Այսօր այսքանը, ցտեսություն, կհանդիպենք։